Ու եթե ինչ, ինձ օգնել գործ գտնելը այդ կոնկրետ հարց չի, ու ես էլ HR չեմ։ Ինձ ամենաշատ տրված հարցը թե DM-ներում, թե կոմենտներում այդ այլագործի մասին, գործ գտնելու, ռիմոտ աշխատանքի, ու չնայած ընդամենը մի քանի վիդեո ունեմ, որտեղ նշում եմ ռիմոտ աշխատելու մասին, մեկը բոլոր հարցերը դրա մասին են։ Ի սկզբանե ասեմ, որ այս վիդեոն գայդ չի ձեր համար, ինչպես գտնել աշխատանք, ընդամենը կիսվելու եմ իմ փորձով։ Ես արդեն 6 տարի աշխատում ռիմոտ, ճիշտ է սկսել եմ օֆիսային աշխատանքից, բայց միշտ իմացել եմ, որ ուզում եմ անցնել ռիմոտ աշխատանքի։ Ռիմոտ գործ ավելի հեշտ է գտնել, երբ դու արդեն ունես ռիմոտ աշխատանքի փորձ, որովհետև այդ փորձի ընթացքում զարգանում են ինչ-որ սկիլեր, որոնց դու կարող ես չնկատես, բայց իրականում իրանք շատ կարևոր են։ Օրինակ դիսցիպլինան կամ ինքնուրույն կարողանալ անել ինչ-որ կոնկրետ աշխատանք ու անընդհատ չբզել գործընկերներին, ճիշտ կառավարել քո ժամանակը, ճիշտ կոմունիկացիա պահել, որը հանկարծ ինչ-որ ինֆորմացիայի պակասի պատճառով խնդիրներ չառաջանան։ Հիմա ինքներդ ձեզ հարցրեք, արդյոք դուք պատրաստ եք ռիմոտ գործին։ Մի հատ էլ գնացեք նայեք նախորդ վիդեոները ռիմոտ գործի լավ ու վատ կողմերի մասին, ու եթե պատասխանը այո է, շարունակենք։ Ուրեմն, ինչպես գտնել ռիմոտ գործ։ Ստեղ իրականում ոչ մի ինչ-որ magic բան չկա, նույն ձև եք փնտրում ռիմոտ գործ, ինչպես փնտրում եք օֆիսային աշխատանք։ Օրինակ, եթե LinkedIn-ում աշխատանքի հայտարարություններ եք նայում եք, որ նկարագրության կողքը նաև գրած լինի remote, օրինակ ոչ թե on-site։ Եթե Google-ում եք հաստիքի կողքը ավելացնում եք remote բառը, ու այդ դեպքում ձեզ արդեն կբերի լիքը կայքեր, լիքը պլատֆորմներ, որտեղ կան միայն remote աշխատանքներ։ Կարևոր է, որ աշխատանքի հայտարարությունը կարդալիս ուշադիր լինեք, թե ինչ երկրներից աշխատող են նրանք փնտրում։ Ես նույնիսկ դիմում եմ աշխատանքների, որտեղ Հայաստանը չկա իրենց գրած ցուցակում, բայց եթե ցուցակը խիստ սահմանափակ չի կոնկրետ մի քանի երկրներով, ամեն դեպքում կարող եք դիմել։ Եվ ի վերջո, ռիմոտ աշխատանք փնտրելուց ամենակարևոր բանը, որ դուք պետք է հիշեք, դա որ դուք չեք մրցում միայն հայկական շուկայի հետ, ինչպես կլիներ օֆիսային գործերի դեպքում։ Այն մրցակցությանը արդեն մասնակցում է ամբողջ աշխարհը։ Պետք է լինել համառ, համբերատար, լիքը գործերի դիմել ու չհուսատվել։ Բոլորին good luck, ու եթե կոնկրետ հարցեր ունեք, գրեք կոմենտներում, ես մյուս անգամ կանդրադառնամ։